Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Իրանի վրա հարձակումը, կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել միջազգային իրավունքի նորմերը։ Իրանի վրա միակողմանի հարձակումը խորը մտահոգություն է առաջացնում, հատկապես բանակցությունների հաջորդ փուլի նախաշեմին։ Այն վտանգում է խաղաղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային ընդհանուր կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը, ասված է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի էջում։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Նաթանզի և Ֆորդոյի ուրանի հարստացման օբյեկտներին, Քերմանշահի և Խորամաբադի հրթիռային բազաներին, ինչպես նաև Թեհրանին, Սպահանին, Թավրիզին և Իրանի այլ խոշոր քաղաքների։ Նպատակակետը եղել է Իրանի զինված ուժերի և հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությունը, ինչպես նաև միջուկային ծրագրի վրա աշխատող գիտնականները։ Հարվածներ են հասցվել նաև Ղոմին, որտեղ բնակվում են Իսլամական Հանրապետության հոգևոր ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Հարվածներից հետո Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Նա նաև դիմել է Իսրայելի ժողովրդին զգուշացրել, որ Իրանը կպատասխանի և որ Իսրայելի բնակիչները հնարավոր է երկար ժամանակ ստիպված լինեն մնալ ապաստարաններում։ Նեթանյահուն չի մոռացել նաև շնորհակալություն հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, մեջբերեմ նրա անսասան դիրքորոշման համար։ Իսրայելի պաշտպանության բանակը նախկինում հայտարարել էր, որ սա գործողության միայն առաջին փուլն է։ Իրանին հարվածներ հասցնելուց հետո Իսրայելը արգելել է հավաքները, մարզումները, կրթական միջոցառումները հնարավոր հրթիռային պատասխանի պատճառով։ Ներքին ռազմաճակատի հրամանատարության խոսնակը զգուշացրել է, որ առաջիկա ժամերին երկիրը կարող է ենթարկվել արևելքից զգալի հարձակման։ Դրանք կարող են լինել ծանր հրթիռներ, որոնք կարող են հասնել երկրի ցանկացած կետի։ Iran International-ը հայտնում է, որ Իսրայելի հարձակումների ընթացքում վնասվել է Թեհրանում գտնվող հիմնական միջուկային օբյեկտը։ Իրանի պետական հեռուստատեսությունը ցուցադրելով խիտ ծխի կադրեր հայտնել է, որ օբյեկտը մի քանի հարված է ստացել։ Ընդհանուր առմամբ գործողությանը մասնակցել է ավելի քան 200 ռազմական ինքնաթիռ, հարվածները իրականացվել են 5 ալիքով։ Հայտնի է, որ զոհվել են նաև խաղաղ բնակիչներ։ Ավիահարվածների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ, որոնցից մոտ 35-ը կանայք և երեխաներ են։ Թեհրանի օդանավակայանը փակ է։ Հաղորդում է տարբեր ուղղություններով թռիչքների սահմանափակումների մասին։ Թել Ավիվ-Երևան չվերթը չեղարկվել է, Երևան-Թեհրան չվերթը հետաձգվել։ Լիլիթ Մուրադյան, Open Media։